Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ Սուրենը արդեն բոլոր փակագծերը բացեց ու ասաց թե ով է մեր հյուրը եւ թե ինչ հրաշալի զրույց է սպասվում մեզ։ Վիգեն Հովսեփյանն է մեր հյուրը, բարի առավոտ Վիգեն։ Բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, հիանալի։ Որ ձեր հյուրն եմ, արդեն լավ եմ։ Դուք առավոտյան մարդ եք։ Այո։ Օհո։ Ինչքան էլ զարմանալի է, երաժիշտ եմ, բայց շուտ եմ զարթնում։ Վիգեն, ստեղծագործական կյանքում երկու համերգային պրոյեկտ կա՝ իսպանական ֆլամենկոն եւ հայկական ժողովրդական հետաքրքիր ինչ-որ մոտեցումներ, որն է քեզ ավելի հարազատ։ Բնականաբար հայկականն է ինձ ավելի հոգեհարազատ, չեմ ուզում ասեմ իսպանական ինձ հոգեհարազատ չի, եկեք խոսանք այդ երկու պրոյեկտի մասին, որը Նեմրութն է եւ Արմենո ֆլամենկոն։ Նեմրութը շատ ավելի հոգեհարազատ է ինձ, որովհետեւ դա հոգուց է գալիս, արյան մեջ հոսում է այդ ամեն ինչը։ Իսպանականը ինչի եմ ասում այդքան համեմատաբար Նեմրութի հոգեհարազատ չի, որովհետև այստեղ Հայաստանում կատարում ենք այն գործերը, կիսա իսպանական, կիսա հայկական, որը հանդիսատեսին ավելի շատ հաճելի է, եւ բնականաբար այն իսպանականի մեջ չեմ կատարում այն սիրուն գործերը, որոնք կարող ենք կատարել, այդ դեպքում հանդիսատեսը չի ընդունում, չի հասկանում, դրա համար հայկականը ավելի գերադասելի է այստեղ։ Հայկական եւ իսպանական մշակույթները միքսվող են, մոտ են, նման են կամ կան ինչ-որ տենց ընդհանրություններ, թե ավելի տարբեր են իրենք։ Ունենք ընդհանրություններ, լադային առումով շատ մոտիկ են, իրանք շատ տարբեր են եւ մոտիկ են մեկտեղ։ Ամեն ինչ կարելի է միքսել, եթե ճիշտ մոտենալ հարցին։ Իսպանականն ու հայկականը լինում է միքսել ու մանավանդ մեր դեպքում ունենք գործիքներ հայկական, որոնք շատ հեշտ ներվում են եւ միքսվում են ցանկացած մշակույթի երաժշտությունների հետ։ Եվ քանի որ նշեցիք, որ իսպանական գործեր կան, որոնք Հայաստանում չեք կատարում, բայց գիտեմ, որ հյուրախաղերով շատ եք լինում Իսպանիայում հենց մեկը, այնտեղ այդ բացը լրացվում։ Բնականաբար այնտեղ երբ առիթ է լինում ելույթ ունենալու, այնտեղ կատարում ես այն գործերը, որոնք իրանց ծանոթ են, որոնք ընդունված են, իրանց կողմից ճանաչված են եւ այնտեղ բնականաբար լավ ընդունվում։ Վիգեն, ֆլամենկոն ինքը ունի շատ հետաքրքիր առանձնահատկություն, հա, ու շատ այսպես գնչուական իսպանական խառնվածքով գից եւ հետաքրքիր մելիզմներ, բայց եթե այդ մելիզմները մի փոքր չափ անցնես, կստացվի ավանդական կլկլանցեր, որը այսօր առկա է մեր երկարվեստում որոշ չափով։ Ոնց ես կարողանում ճիշտ պահել այդ գիծը, որ հանկարծ սահմանը չանցնի, որտեղ շատ հեշտ է դրա սահմանն անցնելը։ Իրականում պետքա ապրել Իսպանիայում, պետքա շատ լսել այդ երաժշտությունը եւ պետքա կոկորտով գտնել Սենց չի լինում են ինձ առավոտյա քեզ շատ են արել։ Պետք է կոկորտով գտնել այդ խաղիկների, մելիզների տարբերությունը մեկը մյուսից ինչպես է տարբերվում։ Քո ասածի պես շատ հեշտ է, միանգամից հիմա այսպես չեմ կարող բացատրեմ ինքը ոնց է, բայց արևելյանն ու իսպանական մելիզմները իրանք երկուսն էլ կարելի ասել արևելյան սերում ունեն, որովհետև իսպանական երաժշտությունն էլ էլի այդ ամեն ինչը գալիս է արաբական մշակույթից ազդեցությունից։ Այո, բայց իրանք շատ տարբեր են, իրանք շատ նման են, բայց շատ տարբեր են։ Եվ մի փոքր փոփոխության դեպքում եւ մենք ունենք շատ ընկերներ, գոլեգաներ այստեղ, ովքեր փորձում են երգել իսպաներեն, միգուցե հանդիսատեսը չի նկատում, իրանք էլ կարողա չեն նկատում, բայց շատ արևելյան է ստացվում, այլ ոչ իսպանական։ Այդ խաղիկների տարբերություն։ Մի փոքր շեղում եւ արդեն դառնում արևելյան։ Թիմը ամբողջությամբ երիտասարդներից է բաղկացած եւ ձեր հարցազրույցներում բազմիցս նշում եք, որ նորարարությունը շատ մեծ տեղ ունի թիմում եւ այդպես վերցնում եք հայկական ազգային հին ժողովրդական երգեր ու նոր մատուցմամբ եք ներկայացնում։ Ինձ հետաքրքիր է եւ երգին դիպչում ես, այսինքն նորարարություն ես իր հետ անում։ Իրան չես փոխում։ Երգը։ Այո։ Երգը աշխատում ենք չփոխել, երգը փոխվում է մենակ սենտիմենտալ եւ հոգուց կարող է ինչ-որ փոփոխություն գա, դու ես մասը փորձես մի քիչ այսպես բանես, բայց ընդհանուր հիմքը երգի պահպանվում է։ Իսկ ինչ վերաբերում է գործիքավորմանը, գործիքավորումը լրիվ ազատ ենք անել ամեն ինչ։ Մենք անում ենք մեր ոճով, մեր սիրած տարբերակով։ Օրինակ ինչ-որ ռոք խումբ անում է իր սիրած տարբերակով, բայց ես կողմ եմ, որ երգի էությունը քիչ փոփոխվի։ Եթե մեղեդին էսպես է, մենք մի փոքր սահման ունենք շեղվելու այդտեղից։ Այ երեք հենց համերգներ, հա, եւ իսպանա-հայկական այդ տրամադրություններ ինձ ինչն է շատ հետաքրքիր, որ դու նաեւ ընդհանուր ծրագրի մեջ ներառել ես երգեր, որոնք մեզ համար, հա, 6-8 տարբերակներ են, անապատի, արևը եւ այլն, բայց հետաքրքիր փոխվել էր այդ ամեն ինչը եւ ստացել էր իսպանա-հայկական ինչ որ տրամադրություն։ Դա լադային փոփոխության արդյունքում է դա լինում։ Օրինակի համար
Ես այժմ եղեդին անապատի արևի օրիգինալը չեմ էլ հիշում, ոնց էր երգվում։ Անապատի Նա լա 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 Այսպես է մենք երգում ենք անապատի արև անապատի Այստեղ նրիվ գնաց ուրիշ հայ Իսպանիա գնաց Այդ փոփուճուր փոփոխությունների արդյունքում դու կարող ես հնչողությունը սարքես իսպանական եւ բերես հայկականի մեջ։ Իհարկե բոլորի կողմից շատ հայտնի ջիվա հոփ շատ լավն է։ Դե իրականում մենք այս ծրագրին եկանք այն բանի պատճառով, որովհետեւ ես երկար ժամանակ փորձեցի անել են երաժշտությունը, որոնք իմ սրտով էր, որոնք հայտնի են Իսպանիայում, հետո հասկացա լսարանը սիրում է լսի այն ինչ որ իրան է հաճելի եւ բնականաբար մենք քանի որ ունենք իսպանական ուղղվածություն, այդ ամեն ինչը տեղավորեցինք իսպանականի մեջ եւ մեր բոլոր գոլեգաներն էլ այսօր ակումբներում թե իրանց գործունեության մեջ հիմա շատ տարածված է cover տարբերակը։ Բոլորը անում են cover-ներ, ամեն մեկը իր տարբերակով եւ մենք ընտրեցինք մեր Armeno Flamenco տարբերակը։ Այո, բայց բավական հետաքրքիր է ստացվել։ Շնորհակալ եմ։ Իսկ կան նոր երգեր, որ հիմա դեռ գործիքավորման փուլում են, փոփոխության փուլում են։ Կան, հիմա Armeno Flamenco-ն update-ի շրջանում է։ Մենք հեսա նոր ծրագիրը, նոր մասը պետքա սկսենք փորձել եւ բնականաբար միշտ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Իսկ հյուրախաղեր առաջիկայում։ Դեռ հստակ չէ, բայց առաջարկներ կան, աշխատում ենք այդ ուղղությամբ, երբ հունվարին եղանք Միացյալ Նահանգներում, շատ հետաքրքիր անցավ։ Որ ծրագրով եղաք։ Armeno Flamenco-ը։ Նեմրութով ցավոք սրտի ես չեն հրավիրում։ Բայց ես մտածում եմ ավելի Նեմրութով կգնան, չէ՞, Միացյալ Նահանգները ավելի։ Ես շատ կուզեի, որ Նեմրութը ավելի շատ աշխատեր, բայց դեռ որ մենք նախընտրում ենք ավելի ժամանցային ծրագրեր։ Ոչինչ, այդ օրն էլ կգա։ Երեք բավական հետաքրքիր բան եղավ, հա, համերգի ժամանակ, եղավ ամուսնության առաջարկություն։ Այո, որի համար շատ ուրախ եմ։ Այո, եւ հենց այդ process-ի համար հատուկ արդեն ներկայացվեց Սիրում եմ երգը Հայկոյի։ Բավական հետաքրքիր, հաճախ է նման բաներ լինում համերգներին։ Առաջին անգամ էր, ճիշտ ասած իմ համերգների ժամանակ, ու այդ երգի ժամանակ շատ եմ տեսել, որ բավականին տարածված է, բայց իմ համերգի ժամանակ առաջինն էր ու բնականաբար ես գիտեի, որ այդպեսի բան է լինելու, ինձ ասել էին արդեն։ Մենք հիմնականում միշտ կատարում ենք կենթանի կատարմամբ այդ ամեն ինչը, բայց քանի որ պետք է լիներ ամուսնության առաջարկ, ես գիտեի իրանք լսել են այդ երգը այն ձևով ոնց որ YouTube-ում բան ասած, այսօր մինուսով երգենք, որ մի քիչ ավելի տրամադրությունը չփոխվի։ Իսկ զույգը ձեզ ծանոթ էր։ Համերգներին էի հանդիպել, եթե չեմ սխալվում։ Շատ լավ, Վիգեն, ծրագրերի միքսերը արվում է խմբի համաձայնությամբ, թե ինչ որ մեկի կողմից առաջարկվում եւ հետո արդեն։ Հիմնականում ես եմ ընտրում, բայց բնականաբար խմբի հետ խորհրդակցում ենք, կարծիքները հարցնում ենք, բոլորի իմ ընկերների, իմ հարազատներն են, հաստատ ինչ որ չկա այնտեղ։ Իսկ որտեղից է գտնում, որ ինչի եմ սա ասում, որովհետեւ հատկապես հայ նայած Նեմրութի ժամանակ այնպիսի գործեր է կատարում, որոնք շատ լսված չեն, բայց շատ հետաքրքիր գործեր են, շատ։ Նեմրութի ժամանակ ես մտածում եմ Armeno Flamenco-ի մասին է խոսքը։ Նեմրութի ժամանակ բնականաբար բոլորս խորհրդակցում ենք, ամեն մեկս ունենք մեր երկերի պաշարը։ Երբ որ առիթ է լինում փորձ անելու կամ ինչ որ բան դնելու, խորհրդակցում ենք, որ երկն ալավ, որ ու ցանկացած երկ որ վերցնենք, հաստատ լավ է լինելու, որը քիչ լսված է։ Իդեպ այս տարվա մեջ կա առաջարկություն ու շատ հնարավոր է որ ստացվի, որ երկրորդ ձայնասկավառակը կսկսեմ ձայնագրել ու շատ եմ ուզում, որ լինի կոմիտաս ու հենց ուղղվածությունը լինելու այն երգերը, որոնք դեռ կատարված չեն, էլի։ Որովհետև ես ինչ ստեղ եմ միշտ կորում եմ դրա մասին, որ կոմիտաս հայերը ընդունում են մի կերպ, բայց կոմիտասը շատ ավելի մեծ է, քան այն ինչ որ ներկայացվում է։ Կոմիտասի մշակած գործերը, որը մինչև օրս կատարվել է ու կատարվում է, շատ գեղեցիկ է, բայց իրանք շատ են կատարվել ու կոմիտասը իր կյանքի ընթացքում չէր հասցնելու մշակել բոլոր այն գործերը իր ձևով, ոնց որ համեմատ իր գրառածների եւ մենք ունենք բավականին մեծ ժառանգություն 5 գիրք, 4 գիրք, որոնք երգեր են, որոնք մեծամասնությունը կատարված չի ու ծանոթ չի հանրությանը։ Եվ եթե հնարավոր լինի, իհարկե կան աշխատանքային process-ներ, որ պետք է հետազոտվի, տեսնենք ինչա ոնց է։ Ես շատ կուզենամ այդ երգերից գոնե 10 երգ ներկայացնեմ հանրությանը ու լինի կոմիտաս։ Կոմիտասի այն հատվածը, այն մեծ հատվածը, ու մի փոքր մաս, որ դեռ ներկայացված չի հանրությանը։
Մի քիչ եթե ավելի հետ գնանք ու հասկանանք թիմը ոնց է ձևավորվել, որովհետև ոնց հասկանում եմ, հստակ մարդիկ են ու չեն փոփոխվում երբևէ։ Միշտ նույն թիմն է, նույն մարդիկ։ Նեմրութի մասով թիմը, այ Նեմրութը ծնվել է շատ պատահաբար, Նեմրութը երբ որ առաջացավ, եկել եմ ես, Նորայրը, ընկերս, Դուդուկահար եւ Արթուրը Բալջան, երեքով ենք։ Իրականում սկզբից ես ուզում եի մենակով որ գիտարով նվագի, ասի չէ լավ մենակով ոնց կլինի, գոնե մի հատ դուդուկ, հետո ասից լավ, գոնե մի հատ ինձ հարվածային լինի։ Հետո մեզ միացավ Նարեկը Գասպարյան թավջութակար, հետո Գրիգորը միացավ մեզ եւ այս վերջում արդեն որոշեցինք, որ այն վերջնական հիմա ունենք երկու հարվածային, Ստեփան Տերղևոնձյանը, Ավետը Մարգարյան եւ շատ հետաքրքիր բան ենք ստացել հիմա։ Այն որ վերջնականը արդեն ինքը։ Այսինքն ընթացքում համալրվեց։ Ինքը ընթացքում է եղել, ինքը տենց մի անգամից բան չի եղել էլի։ Որովհետև ես որ Իսպանիայից եկա այստեղ, Իսպանիայում ունենք հայկական ծրագիր նվագում ենք Half Folk Trio-ով եւ Բարսելոնա Ethnic Band-ով եւ բավականին մեծ բաց կար իմ մեջ, երբ որ եկա Հայաստան, բնականաբար երգում ենք ակումբներում եւ այդ սիրուն հատվածը չկար։ Հայկական երաժշտության եւ կամաց ինչ որ տարիների հետո 17-18 թվականներ ոնց որ կազմվեց արդեն Նեմրութը։ Եվ քանի որ մենք ժամանցային առավոտյան հաղորդում ենք, մի քիչ էլ Վիգեն Հովսեփյանին բացահայտենք ընտանիքում, հետաքրքիր է երեխաներից ով է ձեր ուղղությունը վերցրել։ Դեռ որ չեմ կարող ասեմ, բայց երկուսն էլ շատ երաժշտական են, հա։ Մեկը պարում է, մյուսը նվագում է։ Բայց շատ են սիրում երաժշտություն, անգամ լինում է, որ իրանք են մոտենում, ասում են պապա կամ մամա միացրեք լսենք այս ինչ երաժշտությունը ու աշխատում ենք միշտ լավ բաներ միացնենք, որ լսենք։ Իսկ ներդաշնակ ընտանիքի բանալին որն է կամ ինչն է կարևոր։ Միմյանց հասկանալը բնականաբար։ Իսկ Իսպանիայում նշեցի, որ այնտեղ հայկական ռիթմերը հնչում է որոշալ չափով, հա, ինձ հետաքրքիր է, քանի որ մենք մի փոքր այսպես ունենք այն մեծ ժառանգությունը, էթնիկա, որը նաև ունեն իրենց պատմության ընթացքում։ Իրանք այդքան չունեն, բայց դե գոնե որոշակի չափով ունեն ինչ որ բաներ։ Ինձ հետաքրքիր իրանք ինչպես են ընկալում սա, մեր երաժշտությունը, մեր էթնիկ գործերը։ Մեր երաժշտությունը իրականում մենք ցավոք սրտի չեն կարողանում լսել ուրիշի ականջով, բայց կարանք ինչ որ եզրահանգման գանք, ինչ որ դեպքերից հետո, որովհետև մեր երաժշտությունը մի հատ ուրիշ աշխարհից ինչ որ բան է։ Իրանք որ լսում են հայկական երաժշտություն ու ճիշտ մատուցված, իրանց համար չգիտեմ ինչա կատարում, հոգիները խառնվում է իրար, սկսում են լացել։ Սենտիմենտալ ինչ որ հետաքրքիր բան է առաջանում, որովհետև մի անգամ եղել է ես նվագել եմ, ինչ որ իսպանացի սկսել է հուզվել է։ Ասել եմ, բայց դու ոչ բառս հասկանում, ոչ բան, ինչի։ Ասում է, չէ, ասես չեմ կարող բացատրեմ ինչի հետ է կապված, բայց ձեր երաժշտության մեջ կա մի հատ մոգական ինչ որ բան, որ մեզ դուր է գալիս։ Հետո ունենք ընկերոջս շենքում ինչ որ հարևան ուներ, ով դուդուկ էր լսում բարբերաբար, հա։ Որը մենք անգամ չենք լսի, այն որ մեր շատ տարիներ առաջ այդ ժամանակ այդ երաժշտությունը համարվում էր թաղման երաժշտություն։ Այդպիսի կարծրատիպեր կային Հայաստանում այն ժամանակ։ Բայց իսպանացիները լսում են, անգամ իսպանացիները բացի հայկական երաժշտությունից իրանք շատ սիրում են նաև արևելյան եվրոպացիները։ Այն ինչ որ մեր համար թվում է, վայ, ես ինչա, նո։ Իրանք լսում են, իրանք այդ բանը չունեն, թշնամական վերաբերմունքը չունեն արևելյան երաժշտությունը։ Դե եթե չի աղավաղվում, հա արաբական ելևէջների մասին է խոսքը, եթե չի աղավաղվում, ապա գոնե ինչ որ չափով հնարավոր է, բայց եթե աղավաղվում է եւ դարձնում է անհասկանալի, ամեն մեկը իմ կարծիքով ամեն մեկը եթե կատարում է իր ազգի երաժշտությունը, իր ձևով, իր հոգով, դա արդեն ընդունելի է։ Շատ լավ, Վիգեն ջան, ուզում եմ քեզ նվիրել նաև Իջևանի գինեգործանի կողմից Կարմիր Չորգինի Սարգոն, որովհետև Իսպանիա գինի տրամադրություն եւ երաժշտություն այս ամեն ինչը շատ հարազատ կարող է քեզ լինել եւ ուզում եմ նվիրել Տրամոնտինա բրազիլական բրենդի կողմից ներկայացվող խանութային պարագա, որը շատ կարեւոր է Հայաստանում ներկայացում եւ հատուկ ծածկույթով է պատված, որի վրա չեն վերցվում, չեն հավաքում թունավոր բակտերիաները։ Շնորհակալություն։ Սա նույնպես քեզ եւ քանի որ դու երաժշտության մարդ ես եւ երաժշտությունը միշտ կա քո կյանքում եւ հատկապես այս երգը, հենց այս երգի ներքո էր 3 սիրո խոստովանություն կատարվում,
ասեմ, որ սրանք արև բացիկներն են, որտեղ ներառված են հայտնի ֆրազեր, սիրված երգերից եւ բանաստեղծություններից, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց ծաղիկների կամ նվերների հետ նվիրել։ Այստեղ Հայկոյի երգն է, հա, սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն, ինչպես երեք դու արդեն շատ գեղեցիկ ներկայացրեցիր, որի ներքո էլ արվեց ամուսնության առաջարկ։ Սա քեզ սիրելի մարդուն նվիրելու համար։ Շատ Շնորհակալություն, քեզ հաջողություններ, կսպասենք ելի մեր եթերում։ Անպայման։ Շնորհակալ եմ։ Այս պահին կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։